Իմ համար Արցախը իմ որդին է։ Բոլորը պետք է համախմբվեն եւ ցույց տային Արցախի կորուստը։ Տարբեր առիթներով ես ասել եմ, Երևանի հողը եւ Արցախի հողը իմ համար համատելի չի, որտեղ այնտեղ այնի սուրբ հող է։ Սա ասում են Արցախը տանք հանգիստ ապրենք։ Հանգիստ է հիմա։ Միշտ Արցախն է եղել մեր անվտանգության երաշխավորը։ Եվ պետք է վրեժը լուծենք եւ հայրենիքը հետ բերենք։ Պարոն Ռոստոմյան, այստեղ մանկական երկաթուղու տարածքում հանդիպելու առաջարկը ձերն էր, որովհետև գիտեմ, որ շատ հիշողություններ ունեք կապված այս տարածքի հետ, թե դուք, թե Հակոբը, ձեր որդին։ Այս այն տարածքն է, որտեղ որ եւ ես եւ իմ տղաները ծնված օրվանից այցելել են, որովհետև մենք բնակվում ենք Կոնդում, իսկ այս տարածքը հենց անմիջապես հարակից է Կոնդին եւ ծնված օրվանից ես որդիներիս Հակոբին ես միշտ բերել եմ այստեղ, իրանք սիրում էին ջրի հետ խաղալ, եթե չէր էլ աշխատում գնացքը, կան այսպես նստում էին մեջ, վազվզում էին բան, եւ երբ որ արդեն իրենք այն տարիքում էին, որ ինքնուրույն կարողանում էին գալ, իրանք նաև այս կանալը, որ շատ վտանգավոր է, գալիս են այստեղ լողանում էին, գետում էին լողանում, այն ժամանակ բավականին մաքուր էր գետը եւ բոլոր երեխաները այստեղ էին լինում եւ նաեւ կողքը կար լողավազան, բոլորի մոտ դա 20 կոպեկանոց է մնացել հիշողության մեջ եւ այնտեղ էին լինում։ Երբ արդեն հասուն տարիքում վերադարձավ ինքը Մարտակերտից, որտեղ ծառայում էր, ինքը ասում էր, որ պատերազմը դեռ ավարտված չի։ 20 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ Հակոբը ամեն օր այստեղ իջնում էր, պարապում էր, այստեղ տրինաշորտներ կան դրված եւ ինքը ամեն օր պարապում էր։ Ֆիզիկապես բավականին պատրաստված էր, ինքը շամարտ էր հաճախ է, տայկվանդո էր հաճախ է եւ ասում էր պետք է միշտ պատրաստ լինենք ամեն օր հնարավոր է որ պատերազմը սկսվի։ Եվ պարոն Ռոստոմյան, ոչ բոլոր ծնողներն են որդու կորստից հետո ուժ գտնում ապրելու, առավել եւս պայքարելու։ Դուք պայքարում եք։ Ինչն է ձեզ ուժ տալիս։ Եթե ես պատկերացնեմ, որ որդիս չկա, միգուցե ես էլ չկարողանամ պայքարել։ Ինձ համար որդիս կա եւ գտնվում Արցախում եւ այնքան ժամանակ է պայքարելու, ինչեւ որ մենք կարողանանք եւ հետ վերադարձնենք Արցախը, որովհետեւ երբ որ առիթ է լինում 1 օր, 2 օր ես այնպես հաստատում, որ պայքարի մեջ չեմ լինում, այսինքն նաեւ այդ գիտակցումը, որ որդիս չկա, չես ուզում ապրես։ Այնպես որ պայքարը բերում է նրան, որ ավելի տրամադրված սպասում ենք այն հաղթանակին, որը որ երազել են մեր որդիները։ Եվ իմ համար Արցախը իմ որդին է, որովհետև մարդը մահանում է մարմնով եւ հոգով, եռաբլուրում մարմինն է, իսկ Արցախում իր արյունն ու հոգին է գտնվում։ Այնպես որ Արցախը նույն իմ տղան է։ Իսկ այդ ուժը ձեր մեջ արթնացավ Հակոբին կորցնելուց հետո, թե մինչ այդ էլ ունեցել եք։ Ես 88 թվականից շարժումն մեջ եմ եղել եւ 90 թվականից արդեն շատ ավելի ծրագրավորված, պատրաստված եւ նաեւ այն ժամանակ, երբ որ ջոկատներ էին պատրաստում եւ մեկնում էին Արցախ, ես դրանցից մեկն եմ եղել, նաեւ այստեղ Հայաստանում տեղեր կար, որտեղ որ պատրաստում էինք այդ կամավորներին, ես այդ պատրաստողներից մեկն եմ եղել։ Ես որ իմ մոտ պայքարը եղել է անկախության հենց առաջի օրվանից եւ ես միշտ մտածել եմ այնպես, որ պետք է հզորացնենք Հայաստանը, որ բոլորս կարողանանք լավ ապրել։ Իսկ առաջի հզորանալու նախապայմանը Արցախի վերադարձներ
Հայաստանին եւ այդ պատճառով էլ ավելի ողջավորությամբ էինք պայքարում, որպեսզի ունենանք ազատ Արցախ եւ անկախ Հայաստան։ Հակոբին էլ նույն ոգով եք դաստիարակել։ Բնականաբար ոչ միայն Հակոբին կրտսեր որդին է, 2 տարի մեծ ավակ որդիս է Ռոբերտը եւ ծնված օրվանից իրենք եւ մեր տանն են տեսել ընկերներով երբ որ հավաքվում ենք, խոսում ենք, դեռ Հակոբը չէր խոսում, բայց երբ որ հավաքվում ենք, մեր տանը նաեւ հայրենասիրական երգեր են երգում եւ այն երգերը, որը որ Արցախում ազատագրելու ժամանակ տարբեր տարածքներ երգում են մեր տղաները, իրենք լսել են եւ այդ ոգով իրենք դաստիարակվել են։ Հակոբի ավակ եղբայրը նրան այսպես է բնութագրում. եթե պիտի մեկնել առաջնագից, առաջինը ես, եթե պիտի մարտի դաշտում լինել, առաջինը ես, եթե պիտի զոհվել կրկին, առաջինը ես։ Բնականից իր մոտ առաջնորդի կերպարը կար, ինքը միշտ քայլում էր մեծ եղբոր հետևից։ Եղբայրը 10 տարեկան էր, որ քիքբոքսի էր հաճախում, 8 տարեկան Հակոբը արդեն ինքն է ցանկություն հայտնեց, իրենը տարա, մի քանի ամիս հետո Երևանի մրցումներն էր, առաջնությունը, եւ այդտեղ ինքը առաջ տեղը գրավեց, բոլորը զարմացել են, ոնց մի քանի ամիս պարապելուց հետո ինքը կարողացավ այդպիսի բարձր արդյունք ցույց տալ, իր մեջ բնականից կար առաջնորդ լինելու այդ ցանկությունը եւ նաեւ դպրոցում էլ, ինստիտուտում էլ, նաեւ որից հետո ռազմական ինստիտուտում սովորելու ընթացքում եւ նույն բանը ձևավորվեց եւ նաեւ ամրապնդվեց Արցախում, երբ որ արդեն ինքը հրամանատար էր, նաեւ իր զինվորներն են փաստում եւ ծառայեկից ընկերները լինելով 23-24 տարեկան պատանի, բայց այնպիսի հարցեր լուծում էր տալիս, որ փորձված սպաները չէին կարողանում։ Ինքը ինքնուրույն որոշում կայացնող էր։ Մեր մոտ ինչն է շատ դժվարը իշխանությունների մոտ եւ նաեւ ինչու՞ չէ, նաեւ նախկին իշխանությունների որոշ պաշտոնյաների մոտ, որ իրենք որոշում դժվար են կայացնում։ Իսկ Հակոբը լինելով ընդհանուր դասակի հրամանատար, շատ տեղեր, որտեղ որ պետք է որոշում կայացնել, առանց սպասելու վերադասի հրամանին, ինքը կայացրել է եւ միշտ խրախուսվել է, որ ինքը ճիշտ որոշում է կայացրել։ Այսինքն միշտ էր այդ ծանրը պատասխանատուն իր վրա վերցնում։ Միշտ էր վերցնում։ 2014 թվականին, երբ որ Մարտակերտում օգոստոսյան այդ ծանր դեպքերը եղավ, որ պատերազմական գործողությունները որտեղից շուրջ 1 ամիս, այդ ժամանակ զոհվեց իր ընկերներից Զորիկը, որը հետախուզական աշտի հրամանատարն էր։ Եվ այդտեղը թափուր էր մնացել, ինքը լինելով հակատանկային դասակի հրամանատար, միաժամանակ իրականացնելով հակադիվերսիոն ջոկատի հրամանատարությունը, դեպքեր է եղել, որ ինքը ղեկավարությանն ասել է, որ ես կգնամ այդ հետախուզությանը։ Երբ որ հարցրեցի, ասի, բայց դու հետախուզ չես եղել, ասեց, բայց այն փորձները ոնց կնային, որովհետև հստակ գիտեի, որ կգնան կզոհվեն։ Ես կոնը մի քանի տարվա փորձ ունեմ եւ միշտ իրոք այդ եղբոր ասացին նման ինքը ամեն ինչ մեջ ուզում էր առաջինը լինել։ Պատերազմի ժամանակ Հակոբը կարող էր թիկունքում լինել որպես պահեստազորի սպա, բայց գնաց Մարտակերտ, որտեղ ծառայել է 5 տարի եւ նրա հերոսությունների մասին պատմում են մարտական ընկերները, ասում են շատ կյանքեր է փրկել։ Դեք այդ կյանքեր փրկելը իմացել եմ իր զոհվելուց հետո։ Տարապես Հակոբը չէր խոսում, որևէ բան չէր պատմում։ Եվ էլի զոհվելուց հետո իմացա, որ ինքը հակադիվերսիոն ջոկատի հրամանատարությունն է ստանձնել։ 10-15 թվականներն բավականին կյանքեր փրկել եւ 20 թվականի հոկտեմբերի 6-ին ինքը երբ որ վիրավորվել էր, մոտեցել են զինվորներից, որպեսզի իրեն այդ վտանգավոր տեղանքից հեռացնեն, չէր թողել եւ ասել էր, որ բոլորդ գնացեք եւ դիրքը հետ բերեք։ Այդտեղ ականանետային հարվածների տակ են եղել եւ ամեն հարվածը որոշակի ժամանակահատվածում է հարվածում։ Ինքը այդ ամեն ինչը լավ իմանալով հրամանատարես, որ ամեն հարվածից հետո 3 անցնեն։ Եվ ամեն հարվածից հետո ինքը լրացիչ վիրավորում է ստանում եւ վերջի զինվորը որ գալիս է, ֆիլմ կհանած խոնարհերոսներ, այդտեղ
զինվորը ինքն է այն ինչ որ ես ներկայացնում եմ ձեզ, այդ ամեն ինչը փաստերով տարբեր զինվորներ պատմում են, ովքեր որ ներկա են եղել։ Եվ ինքն էլ ուսեցել է տանկավոր տեղանքից հանի, Նարեկա ուն այդ զինվորի, չի թողել, արդեն զգացել է, որ այդ ուժերը չի բավականացնում, ասել է դիրքը հետ բերեք եւ դու եթե հնարավորություն ես գնա, միայն մի կողմը չէր աշխատում, ասել էր գնանատը դիր ձեռքիս մեջ ու դու գնա։ Եվ երբ որ հակադարձել էր, ինքը բարկացել էր վրան, ասել էր, որ սա ընդունի որպես հրաման եւ այդպես արդեն ականոնետային հարվածը ավարտելուց հետո, երբ որ մոտենում են, տենում են արդեն ինքը եւ իր տղաներից մեկը, Հովիկը, որը Մարտակերտից էր, երկուսով զոհվում են։ Այս դիրքը հետ են բերում, այդ ժամանակահատվածում, երբ որ արդեն հակառակորդը գալիս է որպեսզի շետ դիակները հավաքի, այնտեղ է լինում նաև Հակոբի նախկին ծառայակիցը, ասում է ես այնտեղ եմ եղել եւ դուր գեներալը ասում էր, որ մինչև այս պահը մենք այսպիսի մեծ կորուստներ չենք ունեցել։ Այն ինչ որ կորուստներ ունեցել են, դա հոկտեմբերի 6-ն է եղել, Մարտակերտի 141-րդ պոստը 2 ժամով կարողացել էին ադրբեջանցիները գրավեն եւ Հակոբի վաշտը հետաբերում եւ ինքն ու իր զինվորը զոհվում են։ Իսկ պատերազմից առաջ ինչ խոսակցություն եք ունեցել նրա հետ, ինչ եք խորհուրդ տվել։ Գիտեք, ինքը երբ որ պատերազմից խոսում էինք, ինքը անկառավարելի էր դառնում։ 15 թվականին ինքը ստորացրվեց եկավ, արդեն իր քաղաքացիական կյանքին էր վերադարձել։ Ինքը մասնագիտությամբ ֆիզիկոս էր, ավարտել էր համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Ուղղակի բանակում ինքը ցանկություն հայտնեց 6 ամիս Վազգեն Սարգսյան սովորեց եւ ստանալով այդտեղ վերապատրաստվեց, ստանալով լեյտենանտի կոչումը գնաց ծառայության։ Երբ որ 15 թվականից հետո առիթներ էր լինում, թե խնջույքներում, թե տարբեր առիթներով, երբ որ պատերազմից փորձում էր որևէ մեկը խոսել, կամ ես էի խոսում, ինքը շատ բռնկվում էր եւ ինձ էլ մի քանի անգամ ասել դու ինչ ես հասկանում պատերազմից, որ խոսում եք։ Այդ թեման ընդհանրապես փակեք, ես հետո իմանում, որ իր համար բավականին ցավոտ է եղել, որովհետեւ բավականին շատ կորուստներ ինքը ունեցել ընկերների շրջանում, իսկ իր դասակը 5 տարվա մեջ ոչ զոհ ունեցավ, ոչ վիրավոր, բայց ինքը մի քանի անգամ հոսպիտալում պարտվեց։ Այդ գումարտակը իրոք լեգենդար գումարտակ էր։ 14 թվականին նախ զոհվեց Զորիկը, 16 թվականին զոհվեց Արմենակ Ուրֆանյան, մենք գումարտակի սպաներ էին, եւ 20 թվականին զոհվեց Հակոբը։ Պես որ բոլորն էլ իրենց վրա էին վերցնում ծանր բեռը եւ չէին ուզում, որ զինվորներից որևէ մեկը վիրավորվի կամ առավել եւս զոհվի։ Բայց 16 թվականին տեսանք, որ Արմենակի հետ միասին զոհվեցին եւ Քարամը եւ Ռոբերտը եւ մյուս տղաները, 20 թվականին էլ Հակոբի կողքին էր Հովիկը Արտակերտից։ Ես ինչ եմ ուզում շեշտել, որովհետեւ մենք բավականին շատ ենք խոսում Հակոբից, բայց Հովիկի ծնողները արդեն որ եկել են Հայաստան այդ գաղթից հետո առիթ չի լինում այդ տղային ներկայացնել, ես ուզում եմ հատուկ իր անունը որպեսզի թող շեշտվի, որովհետև պետք չի անընդհատ մեկից խոսել կամ երկուսից երեքից բոլորն են արժանի փառաբանման եւ երբ որ ուզում են Հակոբից խոսեն, ես միանակ ասում եմ փառք բոլոր տղաներին։ Անհատապես չեմ ուզում ասել, որովհետև եթե չլիներ յուրաքանչյուրը, նաև այս արդյունքը չէինք ունի։ Այս տղաները բարեցին այն, ինչ որ շատ երկրներ չեն կարող համանել։ 3 մեծ պետությունների դեմ 44 որ մարտնչելով, այն դեպքում, երբ որ թիկունքից իրենք դավաճանված էին Հայաստանի իշխանությունների կողմից։ Այսինքն դա էլ փաստված կա։ Իսկ հասցրել է պատմել ինչ է տեղի ունենում առաջնագծում այդ օրերին։ Ընդհանրապես որևէ բան չէր ասում, միշտ ամեն առավոտյան, ամեն օր ինքը պարտադիր պետք է զանգարեր, նաև այդ 5 տարին որ ծառայում էր, եթե մի օր չէր զանգարում, ուրեմն խնդիր է եղել։ Եվ հոկտեմբերի 6-ի առավոտյան վերջի անգամ մոր հետ խոսել է, եւ երբ որ 7-ին
հոկտեմբերի չզանգահարեց, ես հոկտեմբերի 7-ից սկսեցի արդեն փնտրել, որովհետև արդեն գիտեի ինչ վիճակում է լիներ, ինքը կզանգահարեր։ Արդեն զգում էի, որ չկա, եւ հոկտեմբերի 9-ին միայն նոր հեռուստացույցով կարդացինք իր անհասկանումը։ Իր մասին գիրք է գրվում եւ գիրքը այնպես է լինում, որ իրեն ճանաչողները, իրենց ծառայակիցները, ընկերները իրենց հուշերն են պատմում Հակոբի մասին։ Իր համալսարանական ընկերը, ֆիզիկայի ֆակուլտետի Անդրանիկը, որը հիմա Հայաստանում չի, ինքն էլ իր հուշերն է գրում, այնքան մոտ էին իրար հետ, որ Հակոբը դարձավ Անդրանիկի հարսանիքի քավորը։ Եվ երբ որ Հակոբը գնացել էր, ամսի 5-ին զանգահարում է, ամեն օր ասում է մենք կապի մեջ ենք, ամսի 5-ին զանգահարում է եւ ասում է տեղը տասա, Հակոբ, որ ես գալիս եմ, ասում է չգաս, եթե գաս, ես կյանքում էլ հետո չեմ խոսա, այստեղ պատերազմը ծախված է եւ չեմ ուզենա, որ որևէ մեկը գա։ Միայն խնդրեմ, որ եղբորս փոխանցեք, որ երեխաներին ավտիրություն անի։ Երբ որ Անդրանիկը հարցնում է, բա ինչ ես դու մնում, իր խոսքն էր միշտ, գնալուց էլ նույն բան ասեց, այդ մի խոսքը ասում է, բայց երեխեքին ավտիրություն անի։ Զինվորներին ինքը երեխաներ էր համարում։ Երբ որ 10 թվականին գնացել էր, ընդամենը 21 տարեկան էր, ու մեր զինվորները իրենից տարիքով մեծ են, բայց էլի բոլորին երեխաներ էր համարում, ասում էր, ես երեխեքին ավտիրություն անի։ Ես փորձված եմ, իսկ իրանք անփորձ։ Չգիտես ինչի, ինքը ընդամենը 6 ամիս Վազգեզ Սարգսյան սովորելով համարում ինքը շատ փորձված է։ Նույնիսկ ֆիլմի մեջ կա կադրեր, որ 4 տարի ռազմական ինստիտուտ ավարտածները գնում են եւ իրենից էին հարցնում, թե ինչպես անեն, ինչպես դիրքը պահեն, եւ նաեւ զինվորներից էլ տղա Վովան պատմում է, որ դիրքեր, այնտեղ դիրքեր կային, որտեղ որ հրատապետք էր, որ գործողություն արվեր, ասում է երբեք մենք այդ դիրքում չենք եղել։ Հրանգերը չեսվում, որ ոստը իր զինվորներով պետք է գնա եւ շատ զինվորներ նեղվում էին, ասում են, բայց անծանոթ դիրք է, ոնց գնանք, ասում ընդամենը 5 րոպե Հակոբը դիրքի մեջ կշրջեր, գնայր աչուձախ եւ կասեր դուք եկեք մենակ իմ հրամաններն լսեք եւ կարվեր։ Բավական այդպես դիվերսիաներ է հետ մղվել, երբ որ մեր ռազմավարական ասել է, որ տվյալ դիրքի վրա հարձակում է լինելու, շտաբ դիրքը փոխել են եւ Հակոբին ուղարկել են իր տղաներով այդ դիրքը պահելու։ 200-ից ավելի դիվերսիաներ եք կազմակերպել, չէ՞, մինչև ես թիվը չեմ կարող ասել, թիվը հստակ ինչից ես ասեցի, երբ որ այստեղ առիթ էր եղել եւ Սերյան Օհանյանը հարցազրույց էր տալ։ Հարցազրույց չէ, երիտասարդների հետ հանդիպման ժամանակ այնց աղջիկս էր հարցրել, ասել էր կներկայացնեք 14 թվականի օգոստոսյան դեպքերը։ Ինքը ասել էր 14 թվականի օգոստոսյան դեպքերը դա ուղիղ Սերյան Օհանյանի խոսքերն է։ Ասել էր 14 թվականի օգոստոսին նույն կարգի գործողություններ էին, ինչ որ 16 թվականի ապրիլին։ Ուղղակի 14 թվականի օգոստոսի դեպքերը միայն Մարտակերտի հատվածում է եղել, իսկ 16 թվականը ամբողջակատում է եղել։ Մենը տևել է 4 օր, իսկ օգոստոսյան դեպքերը տևել է ուղիղ 1 ամիս։ Եվ ինքը ասել էր, որպեսզի իմանաք այդ պատերազմական գործողությունների ծավալները, ասել ամբողջ Մարտակերտի հատվածում եղել է շուրջ 200 դիվերսիոն գործողություն։ Եթե Մարտակերտի հատվածը, որը 2 գումարտակ է պահում, բաժանում են 2 մասի, ինքը 100 պայմանական այդպես ասեմ, շուրջ 100 գործողություն տեղի ունեցել Հակոբի հատվածում։ 14 թվական, երբ որ իր դասակը բարձրացնում է վերև եւ հրաման տվեց, որ 14 հոգի էր իր խումբը, ասում է փոսեր փորեք, 2 ժամ է տալիս, ասում է 2 ժամում 7 փոս փորեցին եւ ամեն փոսի մեջ 2 հոգի այդպես սպասել են եւ զենքերը դրած համապատասխան ուղեց եւ ասել էր, որ ինֆորմացիա կա, որ այս գծով տանկեր են շարժվելու, ասում եմ, ես հրամանը տվեց, որ դիրքերում կմնաք եւ ասում եմ ինքը գնաց, հետո
պատերազմից հետո են իմացել, որ ինքը եւ մյուս հրամանատարներից մեկը երկուսով անցել են հակառակորդի թիկունք եւ այնտեղ 3 տանկ խփել են եւ եկել են։ Ասում եմ մենք այդպես էլ նստած մնացինք փոսում մի երկու օր, ոչ մի տանկ չեկավ, հետո պարզվեց, որ այդ տանկերը ինքը մտեղոչացրել եկել էր։ Հիմա որ գիրքը գրվում է, մի քանիսը իրենց հուշերն են պատմում եւ բավականին բաներ կա, որ ես կարդացել եմ, նոր իմանում ենք մի խոսքով, երբեք չի պատմել։ Միայն մի քանի անգամ ժպիտով, երբ որ քույր ընկերուհիների հետ մեր տանն էին լինում ամառները, այս աղջիկը դպրոցական երեխեք չէին քնում, ինքը պարտադիր հետները մնում էր եւ այդ ժամանակ ինչ որ հարցեր այն տվել, ինքը պատմել է։ Երբ որ հերբից կինս լսել է, սարսափել է։ Ասել է մի քանի անգամ մտածել են, թե ես արդեն զոհվել եմ, նույնիսկ վերադասին են հայտնել, որտեվ մեծ պայթյուն է եղել եւ այնտեղից կապվի ասել են հոզող չունենք, ասել են մենակ Ռոսնա զոհվել եւ ասում է մի րոպե հետո ասում է տես հողերի մեջից ասում է ինքը դուրս եկավ, ասում է արդեն զոհել եք։ Ու տենց այն ժամանակ երեխեքը տենց ծիծաղում էին, ուրախանում, այսինքն ինքը միշտ այն ժպիտով է պատմել շատ բաներ։ Երևի էլի մինչև այս պահը մենք ամբողջովին չգիտենք իր արած գործողությունները։ Դրա համար իրենք կամաց են գնահատում։ Երկու ամիս առաջ համացանցում տրվեց մի տեսանյութ պատժիչ գործողություններից։ Հրամանատարը զանգահարեց, ինձ ասեց, որ այդ նյութը պահեք անպայման, այս Հակոբիկ պատժիչ գործողություններն է։ Եվ այդ գործողությունները նաև մեր Արցախի ղեկավարությունն էր տեսել, որ Հակոբի արածն է, եւ երևի նաև նոր կգնահատվի ինքը։ Խոսում ենք Հակոբի մասին, հետաքրքիր է ինչ զգացողություններ են ձեզ համակում, հպարտություն, ցավ, տառապանք, թե այս բոլորը միասին։ Բնական է, ինչ է լինի, ցավը, կորուստը բավականին մեծ է, բայց փորձում ենք ընդհանրապես այդ ցավով չապրել, որովհետև այնպես չէ, որ Հակոբը այնտեղ էր գտնվում եւ պատերազմը սկսվեց, կյանքի բերումով ինքը այնտեղ էր բան։ Այսինքն ինքը գիտակցված բերկացավ եւ գնաց։ Մայրը հարցրել է իրան, ասել էր 27-ին եկավ մեր տուն, ասաց Հակոբ դու քոնը ծառայել ես, էլի, էլ խես կնամ, ասել են իմ բանը, բան երեխեքինով պետք է տիրություն անի եւ նաեւ իր ղեկավար այն ժամանակվա հրամանատարական կազմից ասել էին Հակոբ դե քոնը ծառայել ես, էլի, միասին կգնանք ընդ, բայց ինչ առաջին դիսկա։ Իսկ իր զավակների մասին չմտածեց։ Ասել էր, «Բավո ես Երևանի մեջ փիսիկի նման գլուխս կախման չեմ գալու»։ Այսինքն այդ խոսքերը նաև գրքի մեջ տեղ գտնելու։ Հպարտություն, գիտեք ոնց է, ես չէի ուզենա որևէ ծնող այս կարգի հպարտությունը երբևէ ունենա։ Բայց այն ինչ որ եղել է, մենք չենք ուզենա, որ անցյալով ապրենք, պետք է ապագայով ապրենք եւ իր խոսքերն է, որ շատ էր սիրում կյանք ու կռիվ դինոն եւ այդ խոսքերը ես խաղ երկնքով կգամ տուն, այդ խոսքերը նաեւ երաբլուրում շիրմաքարի վրա գրված եւ նաեւ վերջերս մի պատմված դուրս եկավ Սամվել Թադևոսյանն է գրել, քաներ տպավորվել Հակոբի կերպարով, նաեւ պատմված կա գրել եւ վերջում նաեւ այդ խոսքերն ասում է, երբ որ ինքը նայում էր երկինք եւ ոգին սավառնում էր, ինքը կարողացավ նաեւ այդ խոսքերը ուղղել իր ընտանիքին, որ ես խաղ երկնքով կվերադառնամ տուն։ Երբ որ երևի Արցախը վերադարձնենք, միգուցե այդ ժամանակ նոր ոչ միայն Հակոբը, այլ նաեւ մեր բոլոր տղաները կխաղաղվեն, որովհետեւ երբ որ մտնում ենք մենք Եռաբլուր, համարվա այդ ոնց շոկին է կիզիճարևի ժամանակ դրոշները այնպես են տատանվում, ասես ինչ որ բողոք կա բան են ասում։ Եվ 23 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրը ես նաև օպերայի Բաքում միտինգի ժամանակ, երբ որ բարձացա բեմ, ուժեղ քամի սկսվեց։ Եվ ես ասեցի ժողովուրդ, այս քամի երկար չի տևի, հենց ավարտենք, այս մեր տղաներն են խոսք ասում, որ մի քայլ արեք, էլի, այսինքն մենք կորցնում ենք, որովհետև երկար ժամանակ բլոկադայի մեջ էր,
արդեն աղավնուն հանձնված էր, մենք հստակ արդեն գիտակցում էինք, որ հաջորդը Արցախի կորուստն է լինելու, ինչ ասեմ, բայց մենակ մեզանով չէր, մենակ ծնողներով չէր, քաղաքական ուժերը մյուս բոլորը պետք է համախմբվեին եւ թույլ չտային Արցախի կորուստը։ Հիմա շատ ավելի դժվար է հետ բերելը, ցանցերն որ կար պահեինք, բայց հիմա ունենք այնինչ ունենք, պետք է ուղղակի պայքարենք, բոլորս գիտակցենք, համախմբվենք, փոխենք օրվա իշխանությունը, որտեղ այս իշխանությունով հնարավոր չի ոչ թե Արցախը հետ բերել, նաև Հայաստանը պահել։ Այս պատճառով պետք է առաջ հերթին ազատվենք այս չարիքի իշխանությունից, որից հետո կարողանանք նաև կամաց-կամաց վերականգնենք մեր ուժերը, մեր մեջքը շտկենք եւ մտածենք Արցախը պետք վերադարձնելու մասին։ Ես այդ ամեն ինչը անում եմ, որ տղաս հանդարտվի։ Մեզ ծնողներիս համար երկու սրբություն կա՝ Արցախ եւ Եռաբլուր։ Այս խոսքերն ասել եք Արցախի կորստից օրեր առաջ։ Հիմա, երբ որդու արյամբ սրբացած հողն օկուպացված է, ինչ եք զգում, ցավն ավելացել է։ Բնականաբար, որովհետև այն ժամանակ մխիթարվում էինք նրանով, կոնկրետ ես, որ այն հատվածը, որտեղ որ տղես կռվել է եւ զոհվել է, այդ հատվածը մեր ձեռքում էր գտնվում։ Եվ ես 21 թվականին գնացի Մարտակերտ եւ այնտեղ որտեղ որ որդի զոհվել էր, այդտեղ քար էր տեղադրվել, որան գրված էր իր եւ իր զինվորի Հովիկի անունն էր գրված այնտեղ եւ նաեւ այդ զինվորները, ովքեր որ վերջի պահին իր հետ էին եղել, միասին էինք, խնդրեցի ցույց տվեցին այն տեղը, որտեղ որ որդիս ընկել էր, ասացի ինչ էր ուզում ձեզանից, ասում եմ մենակ ջուր ուզեց, ասի հասցրեցիք ջուրը բերել, որ ասին ոչ, ասի գնացեք ջուր բերեք, բերեցին տենց մի շշով ջուր եւ ամբողջը ես այդ հողի վրա լցրեցի, որ այն ժամանակ ինքը չի կարողացա խմի, գոնե հողը բան եւ այնտեղից մի բուր հող վերցրեցի, բերեցի իմ հետ, մի մասը դեռ Եռաբլուրը պատրաստված չէր, այդ քարերը չկային, փորեցի այդ հողը մի բուռը լցրեցի այնտեղ, մնացած մասը հողի տուփով իր նկարի տակ է դրված, այդ հողը մի խոսքով ժամանակ առ ժամանակ փորձում եմ նաև հոտը քաշեմ, եւ այնտեղ իմ որդու արունն է, այնտեղ է ինքը գտնվում։ Իսկ ինչպիսին էր այդ վերադարձը Արցախ, վերքը բացող, թե հպարտությունը ոգեշնչող։ Եվ նա, տարբեր առիթներով ես ասել եմ, Երևանի հողը եւ Արցախի հողը իմ համար համատելի չի, որտեղ այնտեղ այնի սուրբ հող է, 90-ականներին իմ ընկերների արյունն է այնտեղ, եւ իսկ 20 թվականին իմ որդիների արյունն է, ես բոլորին համարել եմ իմ որդիները, եւ այդ առումով նա սուրբ հող է։ Այնպես որ ժամանակ առ ժամանակ ես լինում եմ Արցախում, պատերազմից հետո մի անգամ ուղղակի աղտվիճակվեց լինել, երբ որ արդեն վերջում պետքա նույն Կարվաճառի ու Քաշաթաղի շրջանները հանձնեին, բոլորը տենց որպես էքսկուրսիա ասում են գնային Աղավնովանք եւ Դադիվանքը նայելու, ես ասի ես չեմ գնա, ես կգնամ այն ժամանակ, երբ որ հետ վերադարձնենք նոր։ Այսինքն ինչ նայենք ու փախնենք այդ տարբերակը մերը չի։ Մեր որդիներն այդպես չեն արել, առավել ևս մենք, թե չէ՞ որ մեր որդիներն է մեզանից են ծնվել, այսինքն ինչ որ իրանց մեջ կա, միգուցե մի քիչ ավել կամ շատ ավել, բայց ամեն դեպքում են մտածելակերպը, որ կա իրենց մեջ, դա մեզանից հանց է իրենց։ Իսկ Արցախ միշտ էլ հպարտությամբ եմ գնացել, այն առումով, որ մենք հազարամյակներ հետո վերջապես կարողացել ենք հետ վերադարձնենք մեր պատմական հողը։ Եվ ինձ համար այն խոսույթը, որ կա ըստ իշխանությունների մոտ, պատմական Հայաստան թե իրական Հայաստան, դա աբսուրդային խոսակցություն է, արհեստական
Թուրքի կողմից ներմուծված խոսակցությունն է, Հայաստանը մեկն է, ինչ պատմական, ինչ ներկա, ինչ ապագա, այսինքն կա մի Հայաստան։ Իմ համար Արցախը նույն Երևանն է, նույն Գյումրին է, մի բան էլ ավել է։ Հակոբը Արցախից ինչ էր պատմում, հետաքրքիր է։ Սկզբնական շրջանում շատ ջղայնացած էր 10 թվականին։ Երևի մի քիչ այնտեղ խնդիրներ էր եղել, լավ չէին ընդունել, դե գիտեք ոնց այստեղ Երևանից գնում ես Գյումրի, գյումրեցիները մեկ էլ երևանցիներին լավ չեն ընդունում։ Չգիտեմ, լոռեցիները գնում են Սյունիք, ինչ-որ sense բան կա էլի հայերի մեջ, նույն բանն էլ կար Արցախում։ Դա մի քիչ ավելի խորացրած ներկայացրեցին այն մարդիկ, ովքեր որ Արցախը չէին սիրում, չէին ուզում եւ ուզեցան այդ անջրպետը խորացնեն։ Սկզբից գնացինք Մարտակերտի մի տանն էինք մենք հյուրընկալվել, շատ լավ մեզ ընդունեցին, մի քանի օր այնտեղ մնացել ենք, Հակոբը այդ օրերը հիվանդ էր եւ մի քանի օր ինքը ուշ գնաց ծառայության, այդ ընտանիքը իրեն բուժեց, պահեց, ուզում ասեմ լավն էլ կար, վատն էլ կար, այսինքն նոր միջավայրի պարագայում սկզբից նեղված էր եւ նեղված էր նրա համար, որ ինքը ընտանիքը չտարավ, որովհետև այնպես ստացվեց, քանի որ ինքը ինչ-որ գործ ձեռնարկում էր, պարտադիր պետքա մինչև վերջ կպներ այդ գործին, ոնց որ դուք ներկայացրեցիք, պետքա միշտ ամեն ինչում առաջինը լիներ, եւ ինքը ամսվա մեջ մեծ մասը անցեր կասնում դիրքերում։ Եվ ինձ ասեց, պապ, ես չեմ տանի ընտանիքս, եւ ինքը 5 տարի այնտեղ մնաց, ընտանիքը էստեղ։ Ինքը երբ որ ուշ էր տեսնում, ամիսը 1 կամ 2 անգամ կարողանում էր 1 օրով գար տենար ընտանիքը գնալ, բայց այդ նեղվածությունը կար։ Բայց վերադառնալուց հետո չի եղել մի օր, որ ինքը մտքով Արցախ չլինի։ Միշտ կապի մեջ էր Մարտակերտի թե իր նախկին զինվորների հետ, ովքեր մարտակերտցիներ են, թե իր ծառայակից ընկերների հետ, եւ եթե մի դեպք էր լինում, պարտադիր անմիջապես ինքը իմանում էր։ 20 թվականին անմիջապես ինքը զանգահարել էր Մարտակերտ, դեռ չէին հասցրել, որ գնային ծառայության։ Իր նախկին զինվորներից Հարութի հետ էր խոսել եւ իմացել էր ամբողջ ճշմարտությունը։ Այդ ժամանակ, եթե գիշեք, հենց 5-րդ պաշտպանականի ուչեփնի բատալյոնին էին հարվածել եւ այդ նորակոչիկները բոլորը զոհվել էին, բայց երեկոյան դրել են, որ 25 զոհ ունեն, երբ որ 27 երեկոյան եկավ, արդեն մորը հրաժեշտ էր տալի, իջանք ներքև, դե շատ բաներ նոր ներկայությամբ չխոսած եւ եղբայրը Ռոբերտն էր, միասին այդպես երեքով խոսում էինք, ասացինք, լավ, մի երկու օր սպասի, կարողանում են ապրիլյան պատերազմի նման լինի։ Ինքը ասաց, չի ասաց, այս պատերազմը սարսափելի պատերազմ է, սրանք խաբում են էլի, դրել են 25 զոհ, բայց հենց այսօր առաջ օրը 500-ից ավել զոհ ունենք։ Ինքը նաև խոսքեր ունի, կներեք ինքը խոսքեր ունի, երբ որ իր ծառայակից ընկերը մի գործողությունից հետո ասում է հանգիստ նստած սուրճ ենք խմում եւ ասում է Ռոշչանես Երևանի կյանքը թողած եկել ենք մեր ջահել կյանքը այստեղ խորտակում ենք, ինքը ասում է վայ, ասում է միշտ հիշի մարդկային կյանքերը զրո են այն ամեն ինչի հետ, որ մեզ տվել են մեր պապերը։ Ես մի փոքր հողն են մեզ տվել, մեր նման տղեկն են պահելու այդ հողը։ Դրա համար այսինքն 5 տարի կապրես 50 տարի թե 5 օր։ Հիմա շատ տղաներ կան, առավել եւս ընդհանրենք որդիս, շատ մարդիկ կան, որ մինչև 90 տարեկան ապրում են, ամբովանդակալից միապաղաղ, ասում եք, այսինքն Մայր Սահակյանն ասում է, եթե նման են օրերդ բոլոր, կնշանակի ապրել ես մի օր, այսինքն ինչ 90 տարի գլորել են, ինչ են արել։ Դուք ասում եք, ոչ թե Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլ Արցախն էր Հայաստանի ապահովության դարպասը։ Հիմա երբ կորցրինք Արցախը, մեր ժողովուրդը կարող է իրեն անվտանգ զգալ։ Գիտեք, դուք ոնց որ լավ լսել եք էլի իմ այդ միտինգի ժամանակ արտահայտած այդ խոսքերը, այո, ես խոսքս ուղղեցի, որտեղ այդ ժամանակ նախագահները գտնվում էին այնտեղ եւ խոսքս ուղղեցի նախագահներին, որ դուք
միշտ մեզ խաբել եք, ասել եք, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, բայց չէ, Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, որ եթե չլինի Արցախը, մենք կորցնենք Հայաստանը, այն ինչը որ մենք այսօր տեսնում ենք։ Եթե ամեն մի հայ մտածեր, որ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, ինքը ուրիշ է Արցախին կնայր, այսինքն նաև հոգեբանական պահ կա։ Մեր շատ ծնողների մեջ նստել էր երեխա ենք պահում Արցախը, մեր երեխեքը խեն գնում եւ այլն, այսինքն սա նաև այդ բառն էր, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը։ Եթե բոլոր ծնողները իմանային, որ Արցախն է, բնականաբար կասեին, տղա ջան, դու գնա այնտեղ, խաղաղ, բայց զգույշ, ապահով դու ուշադիր եղի ծառայի, որ քո քույրը, քո հայրը, քո մայրը կամ ովքեր որ նաև ընտանեկան քո երեխաները ապահով լինեն։ Դրա համար սա ասում են Արցախը տանք հանգիստ ապրենք։ Հանգիստ է հիմա։ Այսինքն հիմա վտանգը եւ Սյունիքում է եւ Գեղարքունիքում է միշտ Արցախն է եղել մեր անվտանգության երաշխավորը։ Ըստ որ առանց Արցախ իրոք չկա Հայաստան, այն Մոնտեյի խոսքերն է, եթե կորցնենք կփակենք վերջին էջը։ Հիմա մենք դրա մեջ ենք, փակում ենք վերջին էջը, բայց լավ է, որ նաև պայքարող տեսակ կա։ Որդի կորցրած հայրը երբեք չի մոռանում, սիրտը վրեժով է լցվում։ Երբ կխաղաղվի ձեր հոգին։ Մեր կարգախոսն է մի վրեժ ու մի հայրենիք։ Այսինքն եւ պիտի վրեժը լուծենք եւ հայրենիքը հետ վերենք։ Հիմա դա փոխկապակցված է իրար հետ։ Երբ որ երկուսը կկատարվի, եւ ես կզգամ, որտեվ ամեն օր ես Հակոբի հետ խոսում եմ։ Երբ որ տանը իր նկարի առաջ օրը մի 100 անգամ այդպես մոտ եմ կանգնում եւ խոսում եմ, շատ ժամանակ ինձ թվում է, թե միգուցե իմ շարժումներից է, ինձ թվում է, թե նկարը հետս խոսում է։ Երբ որ ես կտեսնեմ, որ նաեւ Հակոբի հոգին է խաղաղված, այդ ժամանակ խաղաղվեմ։ Ես վստահ եմ, որ Հակոբը ոչ ներող էր, ոչ էլ հայրենիք կորցնող էր։ Եվ ես մեր շատ ծնողների ասում եմ, եթե տեղերով փոխված լինեինք, մեր տղաները արդեն բոլոր հարցերը լուծած էին, ուրեմն մենք վատ ենք պայքարում։ Վստահ եմ, որ Հակոբը արդեն վրեժը լուծել էր։ Ես սպասիվ եմ միգուցե։ Դուք վստահ եք, որ Արցախը կորցրինք, որովհետև մեզ դավաճանել են։ Միանշանակ։ Միանշանակ մեզ դավաճանել։ Երբ կարող ենք վերադարձնել Արցախը եւ որ դեպքում է դա հնարավոր։ Առաջի հերթին պետք է Հայաստանում լինի հայկական իշխանություն։ Հիմա Հայաստանում հայկական իշխանություն չի, Թուրքի իշխանությունն է։ Պետք է օրվա իշխանությունը փոխել, գա հայկական իշխանություն, ազգային իշխանություն, վերականգնվի բոլոր մեր ազգային արժեքները եւ մեր համար, մեր հոգու մեջ լինի Արցախը որպես մերը, սեփականը, հայկականը եւ պայքարենք դրա համար։ Միշտ թուրքերը վախեցել են հայերի հավաքական կերպարից, երբ որ իշխանությունը այնպես եղավ, որ հավաքական արդեն դարձավ հայազգը, բնական է շատ հարցեր կլուծվեն, առաջին Արցախը։ Ուղղակի ուզում եմ, որ ես նույնպես արժանանամ եռաբոլորին, այնպես որ Արցախը հետ բերենք, որ իմ հանգիստը լինի որդուս կողքին։